Սկզբում մենք տեսնում ենք, որ Սատանան այնքան գեղեցիկ էր, որ նա նույնիսկ գայթակղեց հրեշտակներին, եւ նա բոլոր հրեշտակներից ամենագեղեցիկն էր, ցույց տալով, որ դա դրված է Սատանայի մեջ։ Կայենը, Սատանայի որդին, կարծում էր, որ Աստված կընդունի գեղեցկությունը, եւ նա կարծում էր, որ զոհասեղանի կառուցումը եւ երկրպագության համար շատ գեղեցիկ զարդարանքները այն են, ինչ Աստված կհարգի, նրանք նույն կերպ են մտածում նաեւ այսօր, եթե Աստված պարզապես հարգեր երկրպագությունը, անկեղծությունը, զոհաբերությունը, ապա Կայենը նույնքան արդար կլիներ, որքան Աբելը, բայց հենց հայտնության միջոցով վերջինս հասկացավ, որ իր ծնողները խնձոր չէին կերել։ Գիտեք արդյոք, որ սկզբում անկումը եկավ կնոջ միջոցով, եւ այն կավարտվի ճիշտ նույն կերպ։ Կինը, ով գալիս է իշխանության եւ տիրում տղամարդկանց վրա եւ այլն, դու գիտեք, որ այդպես է ասում գիրքը։ Դու գիտեք, որ այն օրը, երբ նա հագնում է տղամարդու հագուստ եւ կտրում մազերը, այս ամենը Աստծո խոսքի դեմ է։ Դու գիտեք, որ նա ներկայացնում է եկեղեցին։ Հետևեք, թե ինչ են անում կանայք եւ դուք կտեսնեք, թե ինչ է անում եկեղեցին։ Դա ճիշտ այդպես է։ Հին պոռնիկը հայտնություն 17-ի միջից տալիս է խեղճ, կույր, ողորմելի մարդկանց իր ուսմունքը, աստվածաբանությունները հակառակ Աստծո խոսքին, եւ նրա մեջ հայտնվեցին ստրուկների հոգիները եւ մարդիկ ամենուրեք։ Մարդկանց ձգելու փոխարեն Քրիստոսը հաստատում է իր խոսքը, ինչն էլ ձգում է մարդկանց։ Նա չի ձգում մարդկանց այն եկեղեցիներից, որոնք գրաված են մեծ հարանվանություններով, մեծ գործերով եւ կարևոր նշանակալի զբաղմունքներով ու քմահաճույքներով, այլ Աստծո խոսքն է գրավում Քրիստոսի հարցին։ Հիմա ուշադրություն դարձրեք։ Հետաքրքիր է նկատել, որ եկեղեցին փորձում է գրավել մարդկանց ուշադրությունը գեղեցիկ հագուստներով, զարդարված երգչախմբերով, մազերը կտրած կանանցով եւ ներկված դեմքերով, եւ նրանք մտածում են, որ կարող են երգել ինչպես հրեշտակները ստում են դևի պես, ամբողջ գիշեր վազում են պարերի հետևից եւ նույնիսկ չեն էլ մտածում, եւ նրանք կարծում են, որ դա նորմալ է, որ դա հիանալի է, բայց տեսնում եք, դա կեղծիք է, դա Աստծո խոսքը չէ, երբ ճշմարիտ հարցը գրավում է Աստծո ուշադրությունը պահելով նրա խոսքը, հիմա ուշադրություն դարձրեք։ Ուշադրություն դարձու Քրիստոսին, դուք ասես, այսպես սպասիր մի րոպե, ինչ ես այդտեղ ասում այդ գեղեցկության մասին։ Աստվածաշունչը Եսայիայի 53:2-ում ասում է, որ երբ եկավ Հիսուսը, նրա մեջ չկար գեղեցկություն, որը մեզ կգրավեր։ Դա այդպես է։ Չկար գեղեցկություն, եթե նա գար աշխարհի գեղեցկության մեջ, ինչպես այսօր Սատանան, մարդիկ կվազեին նրա շուրջը եւ կընդունեին նրան այնպես, ինչպես այսօր ընդունում են եկեղեցին։ Նրանք կհավատային նրան եւ կընդունեին նրան, ինչպես այսօր ընդունում են Սատանային։ Իհարկե, նրանք կընդունեին նրան, բայց նա չեկավ այդպիսի գեղեցկությամբ, բայց նա միշտ գալիս է բնավորության գեղեցկությամբ։ Քրիստոսը գեղեցիկ, մեծ, ուժեղ, սլացիկ տղամարդ չէր։ Աստված դա չի ընտրում։ Կանգ առ մի րոպե, մարդ։ Նայր քո ուսմունքին, որով դու ծառայում ես։ Նայր քո եկեղեցուն։ Արդյոք դրանք ճշգրիտ են Աստծո խոսքի հետ, համապատասխանում ես դու յուրաքանչյուր բնութագրին, դու կասես, ես լավ մարդ եմ, այդպիսին էր նաև Նիկոդեմոսը, այդպիսին էին բոլոր մյուսները, նրանք հիանալի էին, տեսնում ես, մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի, եւ կանայք, ես ուզում եմ, որ դուք նայեք հայելուն։ Տեսեք, թե ինչ է Աստված պահանջում կնոջից։ Եվ նայեք Աստծո հայելուն, ոչ թե ձեր եկեղեցու հայելուն, այլ Աստծո հայելուն, եւ տես, արդյոք դու քո կյանքով համապատասխանում ես Հիսուս Քրիստոսի հոգևոր հարց լինելուն։ Ծառայողներ, մտածեք նույնի մասին։ Դու շրջանցում ես սուր անկյունները, որպեսզի չվիրավորես ինչ-որ մեկի զգացմունքները, իսկ դու կանեիր դա, եթե չլիներ, եթե քեզ վտարեին եկեղեցուց։ Եթե դու քեզ այդպես ես զգում, իմ սիրելի եղբայր, թույլ տուր քեզ զգուշացնել Հիսուս Քրիստոսի անունով, փախի դրանից հենց հիմա։ Եվ տիկնայք, եթե դուք չեք կարող համապատասխանել քրիստոնյայի բնութագրին, ոչ թե անվանական քրիստոնյայի, այլ ձեր սրտում, արդյոք ձեր կյանք համապատասխանում է հենց այն բանին, ինչ ասում է այստեղ Աստծո վկայությունը ամուսնության մասին, որ այդպես դա պետք է լինի։ Եվ եկեղեցու անդամ, եթե քո եկեղեցին այդպիսին չէ, որ համապատասխանի Աստծո խոսքի բնութագրին, դուրս եք դրանից եւ մտիր Քրիստոսի մեջ։ Սա լուրջ նախազգուշացում է։ Մենք չգիտենք երբ, եւ դու չգիտես երբ այս քաղաքը մի օր
կպարկի այս օվկիանոսի հատակին։ Օ Կափառնայում, ասաց Հիսուսը, որ միջև երկինք ես բարձրացել, միջև դժոխք իջնես, որովհետև եթե այն մեծ գործերը կատարված լինեին Սոդոմում ու Գոմորրայում, նրանք կանգուն կլինեին միջև այսօր, իսկ Սոդոմն ու Գոմորը պառկած են մեռյալ ծովի հատակին և Կափառնայումը ծովի հատակին։ Դու քաղաք, որին կոչեցին հրեշտակների քաղաք, որ բարձրացար միջև երկինք և տարածեցի նորաձևության կեղտն ու լկտիությունը և այն ամենը, ինչի համար նույնիսկ արտասահմանից են գալիս այստեղ, որպեսզի վերցնեն մեր լկտիությունը և տարածեն դա, իրենց գեղեցիկ եկեղեցիներով, սյուներով և այդ ամենով, ինչպիսին որ կաս, հիշիր մի օր, դու կպարկես այս ծովի հատակին։ Մեծ դատարկություն է բացված քո տակ հենց հիմա։ Աստծո բարկությունը ժայթքում է հենց քո տակ։ Դեռ որքան նա կպայի այս ավազե պատնեշը կախված սրա վրա, երբ այնտեղ այս օվկիանոսը կիլոմետրանոց խորությամբ կկլանի սա միջև Սոլթընսի լիճը։ Ավելի վատ կլինի, քան Պոմպեյի վերջին օրը։ Ապաշխարիր Լոս Անջելես։ Ապաշխարեք բոլոր մնացածներդ և դարձի եկեք դեպի Աստված, երկրի վրա նրա բարկության ժամին, փրկվեք, քանի դեռ փրկվելու ժամանակ կա, և մտեք Քրիստոսի մեջ։ Վազեք դեպի նա, թույլ մի տվեք, որ դևը կուրացնի ձեզ սրանից։ Ամուր կանգնեք սրա վրա այնքան ժամանակ, մինչև ձեզնից յուրաքանչյուրը լցվի Սուրբ Հոգով այնքան, որ դա քեզ ստիպի գալ նրա խոսքին, դա ձեզ կանայք կստիպի ուղղվել, ձեզ տղամարդկանց կստիպի ուղղվել։ Եթե դուք ասում եք, որ ունեք Սուրբ Հոգի, բայց չեք համապատասխանում խոսքին, ուրեմն մեկ այլ հոգի է ձեր մեջ։ Աստծո Հոգին իր խոսքի մեջ է։ Մեսիայի օծյալ խոսքը։ Հարցը պետք է լինի Մեսիայի տիկինը, օծյալ խոսքը։ Ես ձեզ ասում եմ իմ ամբողջ սրտով, ես ձեզ ասացի ճշմարտությունը, ես չխուսափեցի հռչակել ձեզ այն ամենը, ինչ Աստված ինձ ասել էր ասել, ես ասացի դա Տիրոջ անունով։